Ողջույն Հայեր ջան, այսօր փետրվարի 10-ին ավերժացել է մեր ֆիդայիներից աղբյուր Սերոպի կինը Սոսե Մայրիկը։ Սոսեն ծնվել է 1868 թվականի Սասուն Նեմրութ լեռան փեշերին գտնվող Թեղուտ գյուղում, բազմանդամ ընտանիքի տեր Մարգար Դրո Աստանտուրի հարկի տակ։ 13 տարեկան էր, երբ Սասունի հայերի ավանդույթի համաձայն ծնողները ցանկանում են ամուսնացնել Սոսեին, սակայն Սոսեն ըմբոստանում է և որոշում է կյանքը կապել Խաչենց Սերոպի հետ։ Հայ ազատագրման շարժման տարիներին եղել է ամուսնու կողքին։ Սոսե Մայրիկը մահացել է Եգիպտոսի վախճանվել է կամ հավերժացել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում 1953 թվականին։ 1990-ական թվականներին նրա աճյունը տեղափոխում են Հայաստան և հողին են հանձնում Եռաբլուրում։ Սոսեն մասնակցել է հայդուկների կռիվներին, ինչի համար ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով։ 1898 թվականին Բաբշենի կռվից հետո Սերոպի հետ ապստամբել է Սասունում։ 1899 թվականին 2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարել են Գելիգուզա գյուղը, ուր ապաստան էր գտել Սերոպն իր ընտանիքով և 12 ֆիդայիներով։ Մինչ այդ սասունցու ձեռքով նենգաբար թունավորվել էր Սերոպը։ Թշնամին, տեսնելով Սերոպի անօգնական վիճակը, հարձակվել գյուղի վրա։ Այդ անհավասար կռվում զոհվել է Սոսեի ամուսինը, որդին Հակոբը, Սերոպի եղբայրները Մխեն և Զաքարը։ Սոսեն վերցնելով ամուսնու հրացանը շարունակում է քաջաբար մարտնչել և վիրավորվել է։ Վիրավոր ժամանակ գերվել է և տարվել Բիթլիս, իսկ շուտով ազատ արձակվել, և նրա հիշատակը հարգենք մեր հայ ազգային ազատագրական երգով։ Forza per il